Դա վարի փորձենք հասկանալ դիմության մարտահրավերները խորհրդարանում եւ ինչպիսի քայլեր պետք է ըստ քեզ անդիմությունը իրականացնի արդյունավետ գործունեություն ծավալելու համար։ Գիտեք, չեմ ուզում լոկալ այդ հարցին պատասխանել։ Նախ մի քանի հարցեր նշեմ, որոնց պատասխանները ես ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքներից առաջին հերթին, բայց ընդդիմադիր դաշտից սպասում եմ։ Այդ հարցերը որոնք են։ Նախ մենք պիտի մեր հասարակության հետ շատ անկեղծ կոմունիկացվենք հասարակության հետ եւ բացատրենք ինչու հունիսի 7-ին չեղավ են, ինչի մասին խոստում տվել ենք, ճիշտ է, բոլոր առանցքային ուժերով։ Իսկ ինչու է լինես պարզվեց, որտեղ պարզ է, չէ, որ հունիսի 7-ից առաջ մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը Մայիս Թերեզա չի։ Եվ ամեն ինչ անելու է բոլոր ժողովրդների հետևաբար, հունիսի 7-ին ինչու ինչ-որ բան այնպես չստացվեց, ինչու պարզվեց հունիսի 8-ի առավոտյան, որ մենք չունենք բովանդակային քաղաքական պլան B, իսկ ակնհայտորեն չունենք, այդ չունենալը քողարկելու համար սկսեցինք տարբեր ձևակերպումներ անել, որոնց ես մի մասը խոցելի, շատ պարզ ասեմ։ Մինչդեռ պետք է ավելի շատ անկեղծ ասել, որ պլան B չենք ունեցել, որտեղ ռազմավարական մտածողության պակաս է եղել, դա մի մարդու չի վերաբերվում կամ մի ուժի չի վերաբերվում, եւ այդ ռազմավարական մտածողության դեֆիցիտը բերել է նրան, որ չունենք ճանապարհային քարտեզ, չունենք պլան B։ Եվ երրորդ այս երկու հարցերին պատասխանելուց հետո պետք է ձեռնամուխ լինենք քաղաքական ընդհանուր ռազմավարության մշակմանը, ճանապարհային քարտեզի, որը բերելու է տարի կեսում երկրում իշխանապողության, այդ կոնտեքստում անդրադառնանք նաև խորհրդարանական ընդդիմության գործնայության խորհրդարանական հատվածին։ Այսինքն մի հատ մանիֆեստ կամ հռչակագիր պիտի լինի կամ ճանապարհային քարտեզ, որտեղ մեծ օրակարգի մեջ ներառված լինի նաև այդ օրակարգի խորհրդարանական հատվածը։ Թե չէ առանձին քննարկել, եթե գլոբալ ծրագիր չունես խորհրդարանում ակտիվությունը կամ պասիվությունը մեծ հաշվով։ Ոշիման էլ չի բերելու։ Հայաստանը պատիվ ունեմ, խմբակցությունները պասիվ չէին խորհրդարանում։ Բայց քանի որ չկար մեծ ռազմավարական ծրագիրը, այդ ակտիվիզմի էր վերածվում այդ ակտիվությունը շատ զրոյական ՕԳԳ-ով։ Այս շատ լուրջ հարցեր են։ Հիմա օգոստոսի այս նիստերը ինչ-որ կընդհատվեն, երևի շաբաթվա մեջ, երբ որ ամբողջ ազգային ժողովի ղեկավար կազմը ձևավորված կլինի, հետո մինչև օգոստոս մենք սեպտեմբերի կեսերը կամ նույնիսկ վերջերը մենք հնարավորություն կունենանք ուրեմն աշնանային նստաշրջանի մեկնարկը ԱԺ-ի այս հարցերին անդրադառնալու, մեկ էլ մի հույս, ես հույս ունեմ, որ մեր գործընկերները Հայաստան դաշինքի եւ հատկապես ուժեղ Հայաստանի այս առողջ քննադատությունից չեն նեղվի, որտեվ եկեք անկեղծ լինենք, այն դիսկուրսը որակը որ կար պարլամենտում, նաեւ այդ Ռուբինյանին ուղված հարցերի տեսքով եւ այլն շատ ցածր էր, իսկ ցածր դիսկուրսով մենք նոր քաղաքական որակ ապահովել չենք կարող։